Ես ես վերել եմ ներկայացնեմ դպրոցների քարտեզը, որոնք փակվում են, մի սարսռանի բան է, 230 դպրոց փակվում են, այս այդ քարտեզն է, ամբողջ քարտեզն է, գույները մարզերով են տված, ես հիմա ձեզ կտամ կնայեք, ինչն է սրա արտառոցը, սահմանամերձ են, նայեք վերևի մասը, սա Ամասյան է, Սյունիքն է ներքևում, այն Շամշադինի մասն է, Գեղարդնիկի մասն է, պանով եթե նայեք, հեռից է կիրաղում, մեծամասնությունը սահմանամերձ գյուղեր է, 55 սահմանամերձ գյուղ այս ծրագրով փակվում է, 100 գյուղ լեռնային գյուղ է, 41 գյուղ, որի դպրոցը փակվում է, միակ դպրոցը գյուղի, բարձր լեռնային է, 2000 մետրից բարձր, 2000 մետրից բարձր ժողովուրդ, ոչ մի ավտոբուս, ձմեռը, այն ամենացրկաշունչ ամիսներին չի աշխատի, ոչ մի երեխա չի գնալու տեղից տեղ, մի հատ օրինակ, ամենաառ օրինակը, ամբողջ Ամասիայի շրջանում կա 26 գյուղ, 26 գյուղում այս պրոցես անելուց հետո մինչև օգոստոսի 1-ը մնալու է 4 դպրոց, 4 դպրոց սպասարկելու է 26 գյուղի, սահմանամերձ բարձր լեռնային, և ես բողոքելու համար չեմ եկել, ասեմ մեր ծրագիր հետևյալն է, շատ կոնկրետ, միջազգայինորեն փորձված, ուսումնասիրված փորձ, Հոլանդիան ունի 1000 կղզի բնակեցված, մի այդքան էլ ունի Շվեդիան, մի այդքան մոտավորապես ունի Նորվեգիան, Ավստրալիան եւ այլն, շատ քիչ բնակչության, կա 10, 20, 30 ընտանիքով կղզիներ, այդ երեխեքին չեն բերում միացնում այլ մեծ դպրոցի դպրոցին, որպեսզի կրթություն ստանա։ Կա այսպեսի կոնցեպտ, ես հիմա արդեն ասում եմ ասացի մեղին, կոնցեպտը կոչվում է հետևյալ, ոչ թե աշակերտն է գնում դպրոց, այլ ուսուցիչն է գալիս աշակերտի մոտ։ Ամբողջ գրքում եմ հոլանդական, ավստրալիական, ֆինական համակարգի էությունը հետևյալն է։ Պետությունը մի քիչ փող է ավելացնում, ուսուցչին ուղարկում է բանի մոտ, աշակերտ մոտ։ Ինչպես է ուղարկում։ Հեռանկար հեռահար ուսուցումով, ամսվա մեջ կամ շաբաթվա մեջ մի անգամ ուղարկելու, տեղում smart դասարաններ կան, smart գրատախտակներ, որտեղ տեղի ասիստենտի միջոցով Երևանից, չգիտեմ, բանի Բավրայի դպրոցի երեխեքի համար, ստեղ ուսուցիչ դասերը պարապում են, կոմպյուտեր տալիս, ինտերնետ է տալիս, մի քիչ գումար է լացնում, երեխեքը մնում են իրենց գյուղում, սա է կարևոր բան, սկզբունքը։ Եվ մենք առաջարկում ենք գոնե 50-ից ավել աշակերտ ունեցող դպրոցները չփակվել, որովհետև դրանք սահմանամերձ են, դրանք պոստեր են, սահմանային պոստեր։ Եվ այս սկզբունքը մենք հետևողական, այ ես խոստանում եմ բոլոր մեր նայողներին, ուսուցիչներին, գյուղական համայնքներին, մենք այդ ծրագիր իրականացնելու, մենք չենք թողնելու այս ազգակործան իշխանությունը ոչնչացնի հայկական գյուղերը, հայկական սահմանամերձ գյուղերը։ Սա մեր հիմնական ծրագիրն է, լինելու ենք հետևողական և չենք թողնելու։ Մենք այս երկրի տերն ենք, այս երկրի պաշտպանվածությունը, այս երկրի գոյությունը, իր անկախությունն է և մեր նաև գոյությունը։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։